Հայաստանը։ Բաշապարանի հերոսամարտը դա միայն Բաշապարանի հերոսամարտ չի, դա պետք է դիտել որպես շահկապված միասնություն ընդհանուր ճակատամարտերի համար։ Ռազմագիտական տեսակետից դա մեծ ճակատամարտ էր, հերոսամարտ, որը ընդգրկում էր Սարդարաբադից, ամբողջ երկայնքով, Արաքսկետի հունից, Մարգարակամուրջից, մինչև գալիս էր հասնում էր Համամլու այս կողմը։ Երկրորդ գիծը սկսվում էր Համամլվից եւ գնում հասնում էր մինչև Դիլիջան։ Այս ամբողջ ճակատամարտի ընթացքում հայ ժողովուրդը դրսևորեց համահայկական միասնություն։ Մեծությունը ճակատամարտի դա աշխարհային ճակատամարտ չէր, դա աշխարհազորի եւ զորական ուժի բռնկման ճակատամարտ էր։ Բաշապարանում դա կատարվեց Դրոյի ղեկավարությամբ, Զորավար Դրոյի ղեկավարությամբ Դրաստամատ Կանայանի, որի անկախ նրանից, որ աշխարհազորը դեռ պահում էր Տանագիրմազի բարձունքները, անկախ նրանից, որ Բաշապարանի դավաբոյի կոչված բարձունքում գտնվում էին աշխարհազորայինները, այնուհանդերձ 6-րդ գնդի գալը, որը ճակատից գեներալ Սիլիկյանի մեծ հնարանամտությունն էր եւ մեծ ռիսկը Սարդարաբադի ճակատից Մարգարայի կամուրջների վառելուց հետո ուրեմն վերադարձնել 6-րդ գնդի 2 բատալյոն մոտավորապես 2 բատալյոն ու կես վերադարձնել մեր հայրենիքը ապարան որպեսզի այստեղ մղվի վերջնական ճակատամարտը այլապես թուրքական պլանով այս ուղղությունը Բաշապարանի ուղղությունը հետևյալն էր խփելով Բաշապարանին դուրս գալ աշտարակ կամ Եղվարդի խճուղով շրջափակել Երևանը եւ դուրս գալ Հրազդանիից չթողնելով քանի որ այն թևում կռվում էր մյուս դիվիզիան ուրեմն թույլ չտալ որպեսզի հայկական զորամիավորումները հայկական զորախումբը ամբողջովին ուրեմն նահանջի Սևանում բռնել եւ ելքի բոլոր ճանապարհները եւ ամբողջովին վերացնել զորախումբը այս էր նպատակը բայց Քաջարի Դրոյի ղեկավարությամբ աշխարհազորայիններ Սեթրակ աղայի եւ Արսեն աղայի զորքերը որոնք որ արդեն իսկ ունեին 1200 աշխարհազորայիններ եւ հեծելազոր 150 սվին կարողացան սկզբում դիմագրություն ցույց տալ այնուհետև Ալի Քուչակ նահանջելուց հետո դրոն ամսի 26-ի լույս գիշերը ձեռնարկեց երկրորդ նահանջից հետո ձեռնարկեց մեծ գրոհ իր ռազմական ամբողջ ուժը օգտագործելով եւ մեծ ռիսկի դիմելով մաքրեց Արագածի այս թևերին նստած ուրեմն մենք կանգնած ենք Դավաբոյի բարձունքի մոտ այս հուշարձանը Դավաբոյում է գտնվում այս ամբողջ տարածք կոչվում է Դավաբոյ այս թևերից մաքրեց Ալի Քուչակով Խազնաֆարով մաքրեց Քասախի բազիլիկ եկեղեցում էր շտաբը դրած վերցրեց 2 վաշտ այնտեղից 2 բատալյոն աջ թևից մերկացրեց եւ Զեմլյակի հեծելազորով Զեմլյակը որը 3 օր հետո ընկավ Քաջիմահով հենց այս բարձունքում այստեղ գրիների ժամանակ ուղղություն վերցրեց դեպի Մուլքին գտնվում է մեր ձախ կողմում հիմա որ կանգնած ենք Մուլքի ապարանը գետի գտնվում էր աջ ափում ոչ թե այստեղ ապարան չի եղել ուրեմն եւ թեթևացնելով կենտրոնում գլխավոր ուղղությամբ շեշտակի հարված հարցրեց եւ կուտակեց այնտեղ մոտ 2000 հեծելազոր եւ հետևակային զինվոր ինչպես նաեւ Իգիթխանյանի մարտկոցը ամբողջ դիվիզիոնը արդեն իսկ եկել հասել էր այն ժամանակ ունենք 2 հրանոթ արդեն 26-ին հասել էր տեղ եւ տեղավորվեց հիմա հուշահամալիր կա Ալի Քուչակի հուշահամալիրի զինվորի արձանի հենց այդ տարածքում Լուսագյուղ կոչվող այդ բարձունքի վրա եւ ուժեղ հուշկի 14 հրանոթներից հուշկի հարվածով շեշտակի երկու կողմերում դրված մարտկոցներով թշնամուն ջախջախեց եւ կենտրոնում չեղքելով դրոն թշնամին սպասում էր թե թևերով կշրջանցի իսկ թողնելով թևերում հետևակը որի դիմադրությունը փորձում էին կոտրել թուրքերում չեղքելով դրոն թշնամին սպասում էր թե թևերով կշրջանցի իսկ թողնելով թևերում հետևակը
որի դիմադրությունը փորձում էին կոտրել թուրքերը, շրջանցել հետևակերին մի ամբողջ 9-րդ դիվիզիա, որի կազմում գրեթե 7000 մարդ կար, 2000 քաջերը կարողացան շրջանցելով, զեմլյակեր թևանցելով դուրս գալ մուլքի։ Մուլքի դուրս գալուց հետո մի քիչ հանգիստ եկան, դա մոտավորապես 30-40 կիլոմետր տարածք է մի շնչում անցան եւ գիշերը հասնելով այնտեղ շունչ առնելուց հետո այս բարձունքներում արդեն իսկ բնագծեր գրավելով թևերից շրջանցեցին նորից Քասախի ձախ ափով եւ դուրս եկան ուղիղ այս բարձունքը եւ վերցրեցին ապարանը հետ։ Ապարանը վերցնելուց հետո մնում էր ուղղել ուղղությունը Տանագիրմաց եւ Հաջի Խալիլ ուղղությունը եւ դուրս քշել դեպի Համավլի Քրդիփամբ առաջ ճանապարհը սենց չէր անցում։ Այս ուղղությամբ Քրդիփամբ դեպի ուրեմն այն ճանապարհը, որով եկել են Ալեքսանդրապոլը, որ այդքան հեշտ հանձնվել է եւ կատարվեց հրաշք։ Հայկական ուժերը հաղթեցին եւ դրոյի գրվածներում հետեւյալն է երևում, ասում եմ, ես չէի մտածում, որ թուրքերը այդքան խելապատար կփախչեին։ Այնպիսի մի խոճապ դրեց ամբողջ դիվիզիայում, որ չգիտեին ով էր տերը, ով էր զորքը։ Երևի զինվորը ավելի լավ էր զգում, քան ասկյարը։ Ինչևից այդ շներին ջարդեցին բրծան, հետ մղեցին եւ այդ սահմանում արդեն Սիլիկյանի հրամանով կանգնեցվեց թուրքերի հարձակումը, այդ ժամանակ ուժեղ մարտեր են գնում Ղարաքիլիսայում, Նժդեհը Դիլիջանից արդեն իսկ դուրս էր մղել թուրքական զորքը եւ մոտենում էր Դսեղին։ Եվ այստեղից էլ թուրքական զորքը դուրս մղելով միայն մի զորագունդ կարողացավ մտնել Սադախլուի ուղղությունը հիմիկվա եւ միանալ Բաքվի զորագնդին։ Իսկ մյուսը Ստեփանավանով, Կալինինոյով այդ ուղղությունով դուրս եկավ եւ նահանջեց Թիվլիս իրենց բարեկամների մոտ։ Եվ 28-ին արդեն Անդրկովկասյան Սեյմը, որը Բաթումիում արդեն իսկ բանակցությունների մեջ էր թուրքերի, մտածելով, որ մենք Երևանը հնարավոր է հանձնենք, պայմանագիր է կնքում անկախ իմանալու դրոյի հաղթանակի, Սարդարաբադի այդ հրաշալի հաղթանակի եւ ոգևորված Արաքսի այն ափը մղելով թուրքերին, ոգևորված այդ հաղթությունից Սիլիկյանը ասում է. «Ինչ ձեռնարկեմ Նազարբեկովին, ինչպես անեմ»։ Նազարբեկովը զեկուցում է Սեյմին, այդ ժամանակ արդեն իսկ ազատություն էր տրված Հայաստանին, անկախություն։ Եվ անկախությունը հռչակվեց մայիսի 28-ին, բայց տեղ ասավ ամսի 1-ին։ Ամսի 1-ին ուրեմն Կովկասյան Սեյմը մեր ազգային խորհրդով որոշում կայացրեց եւ իրեն հռչակեց Հայաստանի բոլոր գավառների ինքնիշխան տեր։